Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Կրեմլի ագենտներ են, հողերը գլուխը, այսպես ասած, ինչ Կրեմլի ագենտ։ Շատ զավեշտ է, չէ՞ որ Բագրատ Սրբազանին, ով Կանադայի քաղաքացի, Կրեմլի ագենտ կարելի է որակել, կամ Միքայել Սրբազանին, ով որոշակի սուր հարցադրումներով մեր դաշնակցային այսպես հարաբերություններ կրող գործընկերության նկատմամբ, այսինքն ակնհայտ է, չէ՞ որ սուտ է, այլ մնացածի մասին էլ դնում են մի կողմ։ Այդ արևմուտքը չի տենում, որ Նիկոլը իրենց ասում է Կրեմլի ագենտներ են բռնում, հետո գնում է Կրեմլի տիրակալի մոտ եւ այն մանրամասերը, որ իրեն հասանել են այդ պահին, մեծ հաճույքով փորձում է, այսպես ասած, դիպչել եւ հաջողանալ։ Միթե դա չի երևում, իհարկե երևում է։ Ինչ վերաբերում է ամերիկյան հատվածին, ես օրեր առաջ առաջարկել եմ, որ Տրամպի այսօրվա կամ ամերիկյան այսօրվա վարչակազմի պասիվությունը այս հարցով ես բացատրում եմ երկու անգամանքով։ Առաջինը Հայաստանի պետությունը իդեմս կառավարիչների ռեժիմի այդ հարցը չի բարձրացրել բավարար չափով, եւ երկրորդը թողներվի ինձ այս համարձակությունը, բայց սա բացարձակ ճշմարտություն է։ Գործող դեսպանը, որը այստեղ էր եւ որին վերջերս լուրջ ստացանք, որ հանելու են, նա հին վարչակազմի դեսպաներ, հին արժեհամակարգ կրող եւ բնական է, որ այս հարցերով այդքան ակտիվություն չէր ցուցաբերի, նա փորձում էր հարմարվել եւ ապահովել սեփական ծառայության շարունակականությունը։ Ես հուսով եմ ամերիկյան նոր դեսպանը կկրի նոր վարչակազմի արժեքները առնվազն այս իմաստով, հա, քրիստոնեության, բարոյագիտության, սկզբունքայնության իմաստով տվյալ հարցերում, եւ մի առաջարկ հիմա էլ անեմ, հա, խոսում ենք, մտորում ենք բարձրաձայն։ Լուր տարածվեց, որ շատ բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյա է գալու, ոմանք ասում են դա լինելու է փոխնախագահ Վենսն, պաշտոնապես Վենսի անունը չի տրվել, ես դրա համար ձեռս կմնամ կոնկրետ իր անվան, բայց եթե գալու է շատ բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյա փետրվար ամսին, հրաշալի առիթ է այ հավատացյալ ժողովրդի համար բարձրաձայնելու նաև քրիստոնյաների նկատմամբ շարունակվող հալածանքների մասին։ Շնորհակալ եմ։